այս պատվիրանը իր ամբողջական իմաստով անպայմանական սեր է ենթադրում, որի մեջ մտնում է նախ այն ինչ որ չես ցանկանում որ քեզ անեն, դու էլ մի արա։ Չես ուզում մարդիկ քո կյանքի իրավունքը ոտնահարեն, դու մի ոտնահարի դիմացինի կյանքի իրավունքը։ Չես ուզում որ մարդիկ ոտնձգություն կատարեն քո ունեցվածքի հանդեպ, ուրեմն փոխադարձաբար ոտնձգություն մի արա ուրիշի ունեցվածքի հանդեպ։ Չես ուզում որ մարդիկ խախտեն քո ընտանիքի անձեռն մխելիությունը, հետևաբար դու էլ մի խախտի ուրիշի ընտանիքի անձեռն մխելիությունը։ Սրանք բոլորը պատվիրաններն են։ Չես ուզում որ քո դիմաց սուտ վկայություն տան, դու էլ սուտ վկայություն մի տուր ուրիշին հանդեպ։ Չես ուզում որ քո զավակները քեզ չլքեն քո ծերունազարդ տարիներին, ուրեմն մի լքիր նաև դու քո ծնողներին իրենց ծերունազարդ տարիներին, եւ այսպես շարունակ։ Հաջորդ մակարդակը սիրիր քո եղբորը։ Եղբայր ասելով, եթե նեղ իմաստով մենք վերցնենք ինչպես հին կտակարանում էր, եղբայրը մեր ազգակիցն է, մեր հայրենակիցն է, հայն է, մեր հասարակության մեջ ապրող յուրաքանչյուր ոք, որոնցից բաղկացած է մեր հասարակությունը, մեր մթնոլորտը, որի մեջ մենք ապրում ենք։ Ուրեմն արտահանենք սեր նետենք հասարակության մեջ, որպեսզի ապրենք սիրո մթնոլորտում։ Ատելություն նետեցինք, ապրելու ենք ատելության մթնոլորտում։ Բարիք գործեցինք, բարիքը շղթայական ռեակցիայով բարիք է ծնում։ Չարիքը նույն կերպ շղթայական ռեակցիայով չարիք է ծնում։ Բայց մթնոլորտում մենք ենք ապրում, հետևապես յուրաքանչյուր մեր արարքի, խոսքի, վարվելակերպի փոխադարձումն ենք ստանալու։ Եվ երրորդ մակարդակը խաչի ճանապարհն է, որը ենթադրում է եւ հալածանք, ենթադրում է եւ չարիք քո հանդեպ։ Քրիստոս, որ արժանացավ մերժման մինչև մահվան դատապարտությամբ, այն էլ դաժան մահվան դատապարտությամբ, չատեց, ավելին աղոթեց Աստծուն այդ նույն չարագործների համար, որովհետև չարիքի դիմացը կանգնեցնելը միայն սիրով է հնարավոր, սերն է դարմանը դրա, այլապես փակուղի է։ Եվ նույնիսկ եթե չարին մենք բարիքով ենք, սիրով ենք փոխադարձում, արդյունքները միանգամից չէ որ քաղում ենք։ Եվ ի վերջո միայն մեր ուժերով չէ որ դիմացինը փոխվում է, դրա համար ենք աղոթում նրա համար։ Հիսուս ինչու է ասում աղոթիր նրա համար ով քեզ անիծում է, չարիք է գործում, որպեսզի Աստված փոխի նաև իր ներաշխարհը։ Իսկ դրանից մենք կօգտվենք։ Ավարտելով նկատենք, որ ոսկե կանոնը ոչ միայն քրիստոնեության մեջ է ընկալվել, այլ նաև լավագույնս ընկալելի է եղել նաև որոշ հեթանոսական շրջանակներում։ Պատմությունից օրինակ ունենք 3-րդ դարի հռոմեական կայսր Ալեքսանդր Սևերիոսը իր ննջարանի պատին փակցրել էր այս պատվիրանը, ոսկե կանոնը, որպեսզի ամեն առավոտ օրը սկսեր այս պատվիրանի հիշեցումով։